Մարմնամարզությունը քիչ բանի է օգտակար, կամ մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, բայց Աստվածպաշտությունը ամեն ինչի է օգտակար։ Այսպես է ասում Պողոս առաքյալը։ Մարմնի մարզում ասելով ինչ նկատի ունի։ Մարմնավոր ճիգերը, մարմնավոր գործողությունները, որոնք միտված են, որոնք ուղղված են մեղքը հաղթահարելու։ Բայց Աստվածպաշտությունը ամեն ինչի է օգտակար։ Աստվածպաշտություն ասելով այլ Սուրբ Հոգու ներգործությունը մեր մեջ, որին գումարվում է նաև մարմնավոր ճիգու ջանքը։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. մեկ օր խոստովանությամբ ապաշխարությունը ավելի արժեքավոր նշանակալի է, քան թե 40 օր ապաշխարությունը պահքը առանց խոստովանության։ Այսինքն սանով ինչ է ուզում ասել Սուրբը։ Երբ որ դու խոստովանությամբ ես ապաշխարում, խոնարհությամբ, զղջումով, քո մեղքերը քահանայի առջև բացահայտելով, ասելով, Տիրոջ առջև դնելով, դու մեծ զենքեր ես ստանում, Սուրբ Հոգու շնորհն ես ստանում, խոնարհություն ես ձեռք բերում, Աստծով ես ապաշխարում, եւ քո ապաշխարությունը արագ պտուղ է տալիս։ Բայց երբ որ դու չես խոստովանում, չես խոնարհվում Աստծո առջև, քո մեղքը դու չես ընդունում եւ չես ուզում փոխվես, ներսից այդ քո կամքը չկա, քո պահքը թույլ է լինում։ Այսինքն քո մեջ նստած այդ օձը, որը հպարտությունը, որը ինքնահավանությունը, ամբարտավորությունը, ես, չէ, դու չպետք է ապաշխարես, դու քո եսը խոնարհեցնես Աստծո առջև, մեղքերդ խոստովանես, դնես Աստծո եւ քահանայի առջև, ապաշխարես իրապես Սուրբ Հոգով զղջաս, դրանից հետո քո ապաշխարությունը շատ արդյունավետ կլինի, շատ արդյունավետ կլինի, պտուղ կտա։ Ուրեմն մենք ինքնուրույն չենք կարող անել ոչինչ։ Մենք պետք է գտնենք Սուրբ Հոգու զորությունը, Սուրբ Հոգու գործակցությունը մեզ։ Մեզ պետք է օգնի։ Մենք Սուրբ Հոգով պետք է ապաշխարենք եւ հեշտ է լինելու։ Մեղքը հաղթահարելը Սուրբ Հոգով շատ հեշտ է։ Երբեմն մենք լույսի մեջ եւ օրինակ խավարա չէ լինում։ Թուրը վերցնում ենք խավարի դեմ ուզում ենք պայքարենք։ Խավար ասելով մտքի խավարի մասին է խոսք, հա։ Մեր միտքը մոլորվում է, խորհուրդներով տարուբերվում է, մենք տանջվում ենք այդ մտքի պայքարում, հա, ուզում ենք մտքի պայքարում հաղթահարել, չգիտեմ ինչ ակրոբատիկ շարժումներ ենք անում մտքի մեջ, էլի։ Բայց ոչ մի ակրոբատիկ շարժում պետք չի անել մտքի մեջ։ Մտքի ակրոբատիկան մերը չի, սատանայինն է։ Մտքի ակրոբատիկան մեզ չի օգնելու, հա։ Մենք ուղղակի մի հատ լույսը միացնում ենք, այսինքն աղոթքի հանում մի հատ հառաչանք եք ներսից, սրտից, ոչ թե մտքից, ներսից, սրտից աղոթք ենք հանում, մի հատ արտասվում ենք, մի հատ հառաչում ենք, Տեր Հիսուս Քրիստոս, հասիր ինձ օգնության։ Ու լույսը բացվում է, ոչ մի ակրոբատիկա մեզ պետք չի, մտքի ակրոբատիկայի մասին է խոսքը։ Մի հատ ճգնավոր է լինում, որ ճյուղերը վերցնում էր, զամբյուղ էր գործում։ Քամի է բարձանում չարի դրդմամբ, այդ ճյուղերը ցրվում է ամբողջ, հետո այդ ճյուղերը նորից հավաքում է։ Ու սկսում է նորից հավաքել, զամբյուղ գործել։ Նորից չարի դրդմամբ քամի է բարձրանում, այդ ճյուղերը ցրվում են նորից։ Ու հոգնում է այդ չի կարողանում աշխատել, ի խորոց սրտի դիմում ասում է, Տեր Հիսուս Քրիստոսն է, ցար այս չարի փորձությունը վերանա, որ ես կարողանամ այս ճյուղերը հավաքել ու զամբյուղ գործել։ Հենց աղոթումը միանգամից խաղաղվում է, քամի չի լում այլևս։ Ու սկսում է ճյուղերով զամբյուղ գործել, դառնորեն լաց է լինում։ Սկսում է ողբալ։ Մեկ էլ հեշտակն ասում է, չես լացում։ Ասում է, ոչ չլացեմ, ասում է, չարի չթողում աշխատեմ։ Ասում է, բայց դու աղոթեցիր, Քրիստոս հասավ քեզ օգնության, չէ՞։ Ասում է, միշտ աղոթիր, միշտ կհասնի։
Այսինքն մենք երբեմն մոռանում ենք Տիրոջ օգնականությունը, Սուրբ Հոգու ներգործությունը, ներսին հառաչանքը, ընկնում ենք մեր մարդկային տկար ջանքերի հետև, մեր չգիտեմ ինչի, մենք չգիտեմ ում վրա ենք հույս դնում, մենք մեզ վրա հույս չպետք է դնենք, մենք Սուրբ Հոգու վրա, Տիրոջ վրա հույս դնենք, Սուրբ Հոգու գործակցությամբ գործելը շատ ավելի օգտակար է եւ արդյունավետ, քան թե անձնական եսի վրա հիմնվելն ու գործելը անփոթող աշխատանք է։ Բավարար է մի հատ լույս վառել կամ հառաչել կամ արտասվել կամ ողորցել, մեկ էլ Աստված հասնում է օգնության եւ շատ ավելի հեշտ է լինում մեղքը հաղթահարել։ Ամեն